Շուտով ամանոր է քաղաքում նախատոնական տրամադրությունը, իսկ Նովոստի Արմենիան փորձում է պարզել, թե որն է եղել քաղաքացիների ամենահիշարժան եւ տարօրինակ ամանորը։ Հիշում եք, որն է եղել ձեր ամենահիշարժան ու տարօրինակ ամանորը։ Երևի անցյալ տարի, որ բալիկ ունեցա։ Դուրը։ Հենց բոյկորանտը բալիկիս հետ եմ անցկացրել, չեմ ասցրել, իջնեմ ներքև, սեղանի շուրջ նստեմ, բայց ամենաերջանիկ նոր տարին էր։ Չտեսած տարօրինակ ամանոր չեմ ունեցել։ Չկա հիշարժան ինչ-որ։ Չէ, անկեղծ չէ, չկա։ 2010-ը քնել եմ, այդ տարօրինակ, ամենահիշարժանը եղել մանկության ամանորը, երբ որ դեռ ձյուն կար, ամանորի գիշերի ձյուն էր գալիս, ու դու տենց խաղալիքներով հյուրանոցում հյուրասենյակում նստած ես, լիք խաղալիքներ կան։ Անցած տարի, սպասում ենք այս տարի։ Առաջի տարին, որ ընտանիքիս հետ մնացել եմ, հենց ընտանիքիս հետ եմ նշել փոքր ժամանակ 2002 թվականին։ Տարօրինակ եղավ, որտեղ միշտ գնացել ենք Վրաստան տատիկի ու պապիկի մոտ, այդ տարին մնացել էինք այդտեղ։ Տարօրինակ էր, որ շատ մեծ տոնածառ էինք վերցրել, որ տոնածառ չէր, սասնա էր, ինքը շատ մեծ էր։ Մի տան պատալոգին էր հասնում ու դրանով էր էլի իր տարօրինակությունը ու յուրահատկությունը։ Շիփոն նոր ծնվել եմ։ Երբ որ ամբողջ գիշեր ման է գալիս ձյուն է կաց քաղաքում ու դա եղել է Ստեփանակերտը։ Երևի ամենահիշարժանը, երբ որ Եվրոտեսիլը եկավ Հայաստան, ամենասիրուն սեծացած ամանորն էր մեր քաղաքում, որ ամենատպավորիչը դա է եղել։ 20 թվականից գնում եմ Եռաբլուր, գալիս եմ, ընթրում եմ եւ պարկում եմ, քնում եմ։ Քրիստոսի ծնունդը տոնում եմ փլավ, չամիչով, ձեռքով էլ ուտում եմ ստես։ 2009 թվականին, երբ որ երրորդ նոր տարին էի դիմավորում ծառայության ժամանակ։ Ինչու՞։ Հայրեն չգիտեմ ոնց են ասում, չեպեշնիկի, երևի չեպեշնիկ եմ եղել դրա համար, կամ ծառայությունս ավելի շատ եմ սիրել, ուզացել եմ երրորդ նոր տարին էի դիմավորել ծառայության ժամանակ։ Հիշարժաններից միան էդիա որ տպավորված է 2009 թվականը, որ երրորդ նոր տարին դիմավորել եմ ծառայությանս տեղ։ Ընտանիքս միասին էինք, բոլորս միասին։ Հիմա առանձին եք։ Չէ, հիմա մենակ եմ։ Եթե ընտանիքը համախմբված է, բոլորով ուրախ ենք, նշում, ուրեմն էդի ամենալավ նոր տարին է։ Ես որ դրսում եմ դիմավորել, ոչ Երևանում։ Որտեղ։ Սոչի։ Իսկ ինչպես անցեք, պատմեք մի քիչ։ Շատ լավ, շատ հետաքրքիր, շատ լավ շրջապատով, ուրախ, բարձր տրամադրություն։ Իսկ ինչով էր տարբերվում Երևանյան ամանորից։ Որ դեռ ավելի հետաքրքիր էր, ուղղակի շրջապատն էր շատ հաճելի, դա էր հիմնականը դա է, թե չէ։ Այստեղ նույնն է, ստանդարտ վիճակը այստեղ։ Իմ թորնիկը մենք 3 տոնածառ ենք դրել շատ աշխարհի չափ ուրախացել է։ Իսկ հիշում եք, որն ա եղել ամենահիշարժան ու տարօրինակ ամանորը։ Բոլոր տարիներն էլ հիշարժան են։ Իսկ դες դեպք չկա, որ հենց հիշում եք, որ տպավորվել է լավ։ Չէ, դες բան չկա։ Բոլոր տարիներն էլ շատ լավ են, շատ ոնց ասած հիշարժան են։ Կարևորը երեխեքը ուրախանում են։ Հիշարժան ամանորը այդ կապված ա եղել նոր տարվա նվերների հետ ու երբ որ ես նամակ եմ գրել ու իմ բոլոր երազանքները իրականացել է, դե իհարկե ծնողներս են նվերները պատրաստել, դրանք ա եղել իմ համար ամենահիշարժանը ու հիմա երբ որ աշխատավայրում մենք մի խումբ փոքրիկների համար, ովքեր մեզ նամակներ են գրում, սպասելով որ իրենց երազանքները, իրենց ցանկությունները ու նույնիսկ երբ որ իրենք ուզում են ուղղակի տակ հագուստ կամ կոշիկ, մենք այդ ամեն ինչը իրենց համար պատրաստում ենք, այդ նվերները, այդ թեկուզ այդ տուփերը փաթեթավորել է, այդ ամեն ինչը հենց ամանորյա հրաշքն է ինձ համար ու դրանից թանկ ու կարևոր բան կարծում եմ չկա ամանորյա հրաշք իրականացնելու համար։